Բուսեր առավոտից։ 9:30 Բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, ողջունում ենք բոլորիդ եւ մաղթում միայն հաճելի լավ տրամադրություն առավոտից։ Հունիսի 9-ն է, օրը 3-շաբթի, դուք լսում եւ դիտում եք հանրայինի առաջին ալիքը։ Եվ ուղիղ եթերում ձեզ համար այսօր աշխատելու են Տիգրան Հարությունյանը Եվ Լուսինե Մուրադյանը։ Եվս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ եւ առաջարկում համատեղել հաճելին օգտակարի հետ։ Միացեք մեր սոցարտակներին, լսեք եւ դիտեք հանրայինի առաջին ալիքը։ Բարի լույս բոլորին եւս մեկ անգամ։ Սուրճ Բուսեր առավոտից։ Իննանցը 34 կրակոտ բարի լույս, ամառային լավ տրամադրությամբ ձեզ հետ հանրայինի առաջին ալիքն է։ Եվս մեկ անգամ ասում ենք բարի լույս, ողջունում ենք բոլորիդ հարգելի ռադիո լսողներ եւ առաջարկում ենք հարմարավետ տեղավորվել, որովհետեւ կարևոր տեղեկության մեծ չափաբաժին ենք հիմա ներկայացնելու ձեր ուշադրությանը, որոնք ձեզ հաստատ պետք են գալու, եթե դեռ տանից դուրս չեք եկել, իսկ եթե դուրս եք եկել, ապա հոգ չէ, կարևոր տեղեկանալն է։ Այո, անհրաժեշտ տեղեկատվություն, առանց որի անհնար է պատկերացնել մեր ամենօրյա ուղիղ եթերները։ Ինչպես միշտ սկսում ենք եղանակից։ Այս պահին Երևանում 19 աստիճան տաքություն է եւ օրվա ընթացքում տեսնենք թե ինչ են մեզ խոստացել Երևանում։ Ինչ են խոստացել։ Ինչ են խոստացել։ Լավագույն հիթեր։ Իրականում այդ բան, բայց մենք խոսում ենք եղանակի մասին։ Այսօրվանից նաեւ միջև հունիսի 13-ը գիշերները նաև կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-ից 20 մետր/վայրկյան արագությամբ, սա մայրաքաղաքի մասին է։ Տեսնենք ինչպիսին է պատկերը հանրապետությունում։
Նույնն է պատկերացրեք դարձել այսօրվանից մինչև հունիսի 13-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Այսօր նաեւ առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդարատ։ Այսօր նաեւ հունիսի 11-ին են հորդարատ անձրև մեզ խոստացել։ Աչքներս լույս։ Իբր ամառ է։ Դե մեկ էլ պետք է զովանալ։ Մեկ ամեն օր է։ Քամին հարավ-արևմտյանը 2-ից 5 մետր վարկյան, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամուշ գնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Էլ Այսքանն է եղանակի մասին։ Ուրա, 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 ինչու եմ ես ասում ուրա, կարող ես ասել, վերջապես չկա այն երկար դժվար անցանելի ճանապարհի մասին տեղեկությունը, որը փակեր տևական ժամանակ, Ամբերտ բարձր լեռնային տանող թերևութաբանական կայանի ավտոճանապարհն արդեն բացվել է, այնպես որ այդ մասին այլևս ձեզ չենք հայտնի, եւ ճանապարհները հիմնականում անցանելի են, որևէ խնդիր ու խոչընդոտ չկա, եւ նաեւ տեղեկացնենք, որ Ստեփանց-Մինդալարս ավտոճանապարհն էլ բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աչքներս լույս, մայրաքաղաքում այս պահի դրությամբ վթար չունենք, այս առումով էի ասում աչքներս լույս։ Իսկ ինձ հետաքրքիր է խցանման նիշը 6, դե արդեն ինստիտուտներն ու դպրոցները երբ հանգստանում են, նաև ոնց չունենք ավտովթար, խնդրեմ։ Դա թարմացված տարբերակ չէ, թարմացված տարբերակը հիմա այս պահին։ Մենք երկու տեղով ենք դիտարկում։ Եվ Աչքներս լույս այս պահի դրությամբ ամենայն դեպս Yandex քարտեզը վթարներ ցույց չի տալիս։ Լավ, ինչևէ, ասենք որ կարմիր գծերով փողոցներ կան, որոնք թեթև խցանված են, բոսորները շատ քիչ են։ Դա նշանակում է հարգելի ռադիոլսողներ, որ կարող ենք ասել ժամանակին դուրս կգաք, ժամանակին էլ տեղ կհասնեք եւ խնդիրներ չեն առաջանա։ Տեղափոխվենք նաեւ օդային տարածք եւ փորձենք հասկանալ ժամանումների սանդղակում ինչ է կատարվում, տեղեկացնենք, որ ունենք վաղաժամ վայրեջք կամ վայրեջքներ ես կասեի 4-ը կան հաստատ լառնակայի չվերթը 10:50-ի փոխարեն Հայաստան է ժամանելու 10:26-ին նաև տեղեկացնենք Դուբայի 2 չվերթները 11:25-ի փոխարեն վայրեջք են կատարելու 11:08-ին շարժայի չվերթը 13:10-ի փոխարեն վայրեջք է կատարելու 12:21-ին տեղափոխվենք մնացյալը ժամանակին են տեղի ունենալու ինչ վերաբերում է չվելուն, մեկնումներին, ապա ասենք, որ ամեն ինչ ժամանակին է, ըստ նախապես կազմված սանդղակի ոչ մի բան չի փոխվել, միայն կասենք, որ Ստամբուլի չվերթը չեղյալ է հայտարարված, որը 9:40 պիտի տեղի ունենար։ Տեղափոխվենք տարադրամի շուկա եւ ծանոթանանք կենտրոնական բանկի սահմանած օրվա փոխարժեքներին։ Ամերիկյան 1 դոլարի օրվա փոխարժեքն է 368 դրամ, 1 եվրոն 424 դրամ է, ռուսական 1 ռուբլու օրվա փոխարժեքը 5.2 դրամ է, վրացական լարին 138 դրամ է, արաբական Միացյալ Էմիրությունների 1 դիրհամի փոխարժեքը 100 դրամ է, իսկ իրանական ռեալը 0.026 է։ Սա կենտրոնական բանկի օրվա փոխարժեքներն էին։ Այսքանը երևի թե անհրաժեշտ տեղեկատվությունից մենք շարունակում ենք։ Այո, վայելում հաջորդ կատարումը։ Քիչ անց բացելու ենք օրվա օրացույցը։ Yes, tu amores, yes, tu amores, yes, ahabore, du es bald. Yes,
էավորը, կարևորը, դեռ սիրված Yes, մեղավոր եմ Դու ահավոր ես Yes, մեղավոր եմ Դու ահավոր ես Yes, մեղավոր եմ Դու ահավոր ես Yes, մեղավոր եմ Դու Մեղավորներ այսօր չենք փնտրում, հակառակը միանում ենք մեր լայվերին, որոնք արդեն գործարկված են Facebook-յան մեր էջում, նաև armradio.am կայքում։ Այո, armradio.am կայքեք մուտք գործում, դիտել կոճակն եք սեղմում, իսկ եթե փնտրում եք մեզ Facebook-ում ու չեք գտնում, ապա սխալը շատ արագ ուղում եք, հայատար գրում եք Հայաստանի հանրային ռադիո եւ մուտք գործում Facebook-յան հարթակ ու դիտում եւ չեք մոռանում նաև ջերմագին ձեր մեկնաբանություններն ուղարկել մեզ, որովհետեւ մենք ուզում ենք դրանք ուղիղ եթերում ընթերցել։ 9:41 հունիսի 9-ն է, օրը 3-շաբթի, տեսնենք թե ինչու է նշանավորվել հունիսի 9-ը եւ աշխարհում ինչ օրեր են նշում միջազգային եւ ազգային օրացույցներում։ Այսօր մեր օրն է, հարգելիս։ Ինչու։ Կասեմ։ Խնդրեմ։ Ես առաջին տոնի վրա ես վերվել։ Արխիվ ենք մենք, հա, այդքան արխիվ ենք։ Դու մեզ արխիվ ես ուղարկում։ Մենք թարմ արխիվ ենք իհարկե, բայց 100-ամյա արխիվ։ 100-ամյա արխիվ ենք, այո։ Այո, արխիվների միջազգային օրն են նշում այսօր աշխարհում, հունիսի 9-ին մի շարք երկրներում աշխարհի արխիվների միջազգային օրը նշվում է եւ այն օրը հիմնադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1948-ի հունիսի 9-ին, երբ հիմնվել է աշխարհի մոտ 200 արխիվ միավորող արխիվների միջազգային խորհուրդը։ Հայաստանը հունիսի 9-ը նշում է որպես Հայաստանի ազգային արխիվի աշխատողների եւ բոլոր արխիվագետների օր։ Այնպես որ շնորհավորենք։ Այո։ Հիմա շնորհավորեք ձեզ, որովհետև ես կարծում եմ, որ չկա գետ մեկ ով չունենա լավ ընկեր։ Հարուստ մարդը, նա ով ունի լավ ընկեր։ Մենք այսօր նաև նշում ենք ընկերների միջազգային օրը։ Տիգրան ջան, շնորհավորիմ, լավ ընկեր։ Եվ այո, մարդը երջանիկ է, երբ ունի իսկապես լավ նվիրված, բաց սրտով ընկերներ, որոնք կարող են իր հետ կիսել հետաքրքրությունները, ուրախությունները եւ իհարկե դժվար ճանապարհն անցնել առանց փնփնթալու։ Եվ այսպես, այսօր ընկերների միջազգային օրն է, աշխարհի բոլոր ժողովուրդները բոլոր ժամանակներում իհարկե շատ բարձր են գնահատում ընկերությունը, այն համարելով բարոյական եւ սոցիալական մեծագույն արժեք, որպես կանոն, սակայն իսկական ընկերությունը միշտ համարվել է հազվադեպ երևույթ, ինչ այդքան էլ չեմ համաձայն չեմ հայկական իրականության պարագայում, որովհետև մեզ համար ընտանիքից հետո ընկերությունն է։ Բնական է, որ շատ ժողովուրդներ մեզ են թողել նաև ընկերության թեմայով ասացվածքներ, առակներ, տարբեր պատմություններ, այնպես որ Այնպես որ հիշենք մի քանիսը, հին ընկերը լավ է, քան երկու նորը։ Դե հա, իսկական ընկերը կարիքի մեջ է երևում, դա գիտեն բոլորը։ Եվ իսկական ընկերը նաև այն ընկերն է, որը լիաթոք եւ անկեղծ ուրախանում է իր ընկերոջ հաջողություններով ու առաջընթացով։ Սա եւս շատ կարեւոր է։ Նախանձի բաղադրիչը դնենք մի կողմ, որովհետեւ ընկերության պարագայում դա շատ վատ է, եւ ընկերության պարագայում նաև միմյանց հետ չհամեմատվելն է շատ լավ եւ դա ստեղծում է առողջ հարաբերություն ու առողջ հիմք։ Ընկերության միջազգային օրն ընդունվել է նրա համար, որ հիշեցնենք մեր ընկերներին, թե որքան կարևոր է նրանց գոյությունը մեզ համար։ Իսկապես ինձ համար շատ կարևոր է քո գոյությունը, Տիգրան ջան։ Փոխադարձ է, այնպես որ ողջունեք այսօր ձեր ընկերներին եւ շնորհավորեք միմյանց։ Լուսինե Նորեկյանին էլ ջերմ բոլոր ընկերներին, մեր գործընկերներին նաև։ Ստեփանին, որովհետեւ երկար ու ձիգ համատեղ աշխատանքը տարիների բերել է նրան, որ ոչ միայն մենք ընկերներ ենք, այլև այդ փուլն էլ ենք հաղթահարելու անցել ու մենք հարազատներ ենք, վաղուց հարազատներ ենք։ Տեսնենք այն ինչ կա չկա։ Օրվա օրացույցում միջազգային տոներից այսօր նաև աշխարհում նշում են հավատարմագրման միջազգային օրը։ Նաև կլետական արվեստի միջազգային օրը, կելտական։ Ոչինչ, հանգստանալիս ժամանակն է։ Այսա չենք կարդում այս մեկը, ո՞նց կարդանք։ Դե հիմա կա գոյություն ունի, ուզենք թե չուզենք։ Այսօր նուդիստի համաշխարհային օրն է։ Դե հիմա։ Գոյություն ունեն նույնիսկ գյուղեր նուդիստների, լողափեր, այո։ Վարդագույն գինու օրը։ Դա ռոզեն է։ Այո, դա ռոզեն է։ Իմ սիրելի տարբերակներից է միջալոց սպիտակ, ռոզեն, դրանք բոլորովին այլ հաճույք են։ Գնանք առաջ հարավաֆրիկյան ֆուտբոլի օրն է։ Եվ կորալյան եռանկյունու օրն են նշում այսօր աշխարհ։ Այսքանը միջազգային օրերից։ Գնանք ազգայինին։ Սկսենք նահանգներից։
Ալանդյան կղզիներից սկսենք, ինքնավարության օրն է այնտեղ։ Նահանգներում այսօր նշում են սեքսի ազգային օրը։ Դե հիմա այդ բառը Նշում են։ գոյություն ունի, ժողովուրդ կա, Բայց ուրիշ ինչ բան պետք է։ չենք կարող անել, չենք կարող փոխարինել այդ բառը։ Հաջորդ տոնն է շատ հետաքրքիր, ելակով եւ խավարացիլով կարկանդակի ազգային օր են նշում Շատ ամերիկացիները։ համահունչ են իմիջալոց իրար հետ նախորդ նշածից Դե, հետ։ տեսնում ես։ Դե հա։ Եվ շարունակենք Դոնալդ Դակի ազգային օրն է այսօր, Մուլտֆիլմից հիշում հիշում եք, ենք չէ։ կերպարը։ Հիշում ես ցուրտ ու Երբ մութ հիշում եմ։ տարիներին սպասում ենք, երբ Բադիկը։ պիտի հոսանքը տան, որ մենք պարտադիր բաց չթողնենք Բադիկի Միկի Մաուսի սերիալները։ ընկերներից էր։ Այո, այո, Տակը։ այդ շարքից կարող ենք ասել։ Հետաքրքիր տոն են նշում Միացյալ Նահանգներում, մեզ մոտ դա սովորական է, բայց ես գիտեմ, որ շատ այլ երկրներում, հատկապես եվրոպական երկրներում եւ այլ երկրներում ավելի բարդ է այս գործընթացն իրականացվում եւ այնպես չի, որ միշտ շատ արագ հասանելի են, իսկ մեր պարագայում մեծամասամբ միշտ շատ արագ հասանելի են։ Բժիշկ կանչելու ազգային օրն են օրն է։ նշում նահանգներում։ Ողջունենք բոլոր բժիշկներին, շնորհակալություն հայտնենք իրենց նվիրական աշխատանքի համար։ Գնանք այլ երկրներ, Արգենտինայում նշում են երկրաբանի օրը, Բրազիլիայում Ժոզե դի Անսիետա Արաքյալի հիշատակի օրն է։ Հորդանանում Աբդուլլա II թագավորի գահակալման տարեդարձն են նշում, տեղափոխվենք Իռլանդիա, Սուրբ Կոլոմբոս Իռլանդացու օրն է։ Իսպանիայում հետաքրքիր տոներ են։ Դե սրբերի օրեր են Սրբերի հիմնական օրեր են, Լյուքսեմբուրգում։ այո։ Եվս Ռուսաստանում նշում են Գերմանիայում խորհրդային զորախմբի օրը։ Նաև օճառե պղպճակների բաց թողնելու օր են նշում ռուսները։ Այսօր բոլորը օճառե պղպճակներ են բաց թողնում, իսկ Ուգանդայում հերոսների օրն են նշում։ Երևի թե այսքանը քիչ անց կանդրադառնանք նաև իրադարձություններին, որոնք գրանցվել են տարիներ առաջ այսօրը, հունիսի 9-ին, բարի լույս բոլորին։ I heard you calling on the megaphone. You wanna see me all alone. As legend has it, you are quite the pyro. You light the match to watch it blow. And if you'd never call for me, I might have drowned in the melancholy. I swore my loyalty to me, myself, and I. Right before you lit my sky up. All that time I sat alone in my tower. You were just honing your powers. Now I can see it all. Late one night, you took me out of my grave and saved my heart from the fate of Ophelia. Keep it 100 on the land, the sea, the sky. Pledge allegiance to your hands, your team, your vibes. Don't care where the hell you've been. 'Cause now your mind is about to be the sleepless night you've been dreaming of. The fate of Ophelia, the eldest daughter of a nobleman. Ophelia lived in fantasy, but love was a cold bed full of scorpions. The venom stole her sanity. And if you'd never called for me, I might have lingered in purgatory. You wrap around me like a chain, a crown, a vine, pulling me into the fire. All that time I sat alone in my tower. You were just honing your powers. Now I can see it all. Late one night, you took me out of my grave and saved my heart from the fate of Ophelia. Keep it 100 on the land, the sea, the sky. Pledge allegiance to your hands, your team, your vibes. Don't care where the hell you've been. 'Cause now your mind is about to be the sleepless night you've been dreaming of. The fate of Ophelia is locked inside my memory, and only you possess the key. No longer drowning and deceived, all because you came for me. Locked inside my memory, and only you possess the key. No longer drowning and deceived, all because you came for me. All that time I sat alone in my tower. You were just honing your powers. Now I can see it all. I can see it all. Late one night, you took me out of my grave and saved my heart from the fate of Ophelia.
station with the best music. Լավագույն հիթերը միայն մեր առավոտյան ուղիղ եթերում։ Այո, եւս մեկ անգամ ողջույն հարգելի ռադիոլսող ու բարի լույս ենք ասում։ Շնորհակալություն ենք հայտնում նաեւ ակտիվ մասնակցության համար, հետևելու համար, լայվերը դիտելու եւ իհարկե ջերմ խոսքեր շռայլելու համար։ Վահե Գաբրելյանն ասում է բարի լույս հայեր ջան, ամբողջ աշխարհի ոնց եք իմ հրաշք ռադիոյի հրաշք հաղորդավարներ ջան։ Էդիկ Բաբուջանը այսօր չի գրել մի տեսական հանգիստ եմ։ Երեք գրել էր։ Երեք գրել էր, կարևորը կարքին է ուրեմն, բան չմտածենք, 9:51 կրկին ողջունում ենք նրանց, ովքեր օրը սկսել են մեզ հետ, շարունակում են անցկացնել ամառային առավոտը, հունիսի 9-ը, եւ մենք շարունակում ենք օրացույցը քչփորել, տեսնել թե հիմա ինչ իրադարձություններ են եւ դեպքեր են գրանցվել տարիներ առաջ այսօրը։ Անկեղծ ասած, այդքան էլ շատ չեն այդ Հագեցած չեն։ իրադարձությունները, Այո, մի այսօր։ տեսակ տխուր իրադարձություններն են շատ, դրանք շրջանցում ենք։ Սկսում ենք 1963 թվականից, հարգելի ռադիոլսողներ, որովհետև հենց այդ թվականի այսօրը Ուինստոն Չերչիլը հայտարարվեց Միացյալ Նահանգների պատվավոր քաղաքացին։ Այսօրվա օրացույցը չգիտես ինչու լի է մահապատիժներով Հա, տարբեր տխուր տարիներին գրանցված։ պատմություններ են, դրանք չենք Այո, այդ ասելու։ ամենի մասին չենք խոսենք մի փոքր ավելի հետաքրքիր նաև դեպի մանկություն տանող լուրից արդեն անդրադարձանք նախորդ հատվածում 1934 թվականի այսօրը էկրան է դուրս եկել Դոնալդ Դակ Բադիկի առաջին մուլտֆիլմը, բոլորս էլ հիշում ենք մասնակները Դոնալդ Բադիկի նկարներով եւ իհարկե մուլտֆիլմերը։ Կա ինչ որ ձայներ հանում ագահ Դոնալդ Դակը։ Բայց շատ պոզիտիվ էր այդ Դոնալդը։ Մոռանում էր։ Ի տարբերություն մկնիկի, չէ՞։ Որ մկնիկի։ Միկի։ Հա, Դոնալդ ավելի բարի էր։ Բարի էր։ Դմբլո էր ուղղակի Հա, ագահ էր։ բայց սիրուն էր կերպարը։ Դե լավ։ Բայց հիմա կա, չէ՞, տեսնա շարունակվում է մուլտֆիլմը։ Չգիտեմ ճիշտն ասած, շարունակվում է, գրեք մեզ, մենք էլ իմանանք հարգելի ռադիոլսողներ, մենք շարունակենք եւ ներկայացնենք թե ովքեր են ծնվել պատմության մեջ հենց այսօրը։ 1988-ին է ծնվել ծանրամարտիկ Հայաստանի բազմակի Եվրոպայի երակի աշխարհի երիտասարդական եւ մեծահասակների առաջնությունների չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը։ Հոլանդացի ֆուտբոլիստ Ուելսի Բենյամին Սնեյդերը ծնվել է 1984-ի այսօրը։ Գնանք կինոաշխարհ, դերասանուհի Նատալի Պորտմանի ծննդյանօրն է, նա հայտնի է դարձել Լեոն մտերմություն աստղային պատերազմներ ֆիլմերից 2011 թվականին Սև կարապ ֆիլմում խաղացած դերի համար նա արժանացել է Օսկար Դե մրցանակի։ ինչ նրա կերտած կերպարները իսկապես խենթացնող էին եւ շատ լավը, դե Լեոնը բոլորն են հիշում, հատկապես են կադրը, երբ նա ծաղիկը ձեռքին քայլում է Լեոնի հետ, այստեղ հիանալի էր խաղում եւ տակավին Պատանյակ էր աղջնակը, իսկ ինչ վերաբերում է Սև կարապին, ապա հրաշագույն ֆիլմ է։ Եթե դեռ չեք դիտել, անպայման դիտեք, որովհետև այնտեղ նաև կբացահայտեք ձեզ համար բալետի աշխարհի յետնաբեմի գաղտնիքներ եւ իհարկե բազմաթիվ դժվարություններ, թե ինչպես են փորձում հասնել հաջողության։ Մի խոսքով, եթե չեք նայել Սև կարապը, պետք է անպայման նայել։ Գնանք մարզաշխարհ, ֆուտբոլիստ աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկու Միրոսլավ Կլոզեի ծննդյանօրն այսօր, նա ծնվել է 1978-ին։ Կրկին վերադառնանք Հոլիվուդ, որովհետև 1963 թվականի հենց այսօրն է ծնվել ամերիկացի կինոաստղ Ջոնի Դեփը։ Դե գիտեք, հայտնի է Կարիբյան ծովի ծովահենները ֆիլմապատումից նկարահանվել են նաև Թիմ Բարտոնի ֆիլմերում Էդվարդ Մկրատաձեռնը, Նիր Հողովիտը, Չարլին եւ Շոկոլադե ֆաբրիկան, Ալիսան հրաշքների աշխարհում եւ իհարկե այս ֆիլմերը բոլորը ինքնատիպ են նաև Ջոնի Դեփի փայլուն դերասանական խաղի շնորհիվ։ Մյուս հայտնի ֆիլմերն են նաև Կոկայինը, Մերյալը, Դոնի Բրասկոն, Վախն ու ատելությունը Լաս Վեգասում, Զբոսաշրջիկը մենք կարող ենք անվերջ թվարկել, բայց այն որ շատ տաղանդավոր դերասան է, դա փաստ է։ Այսօրն է ծնվել նաև անգլիացի երգիչ եւ երաժիշտ Deep Purple խմբի կարկառուն դեմքերից մեկը Ջոն Լորդը, նրա ծննդյան տարեթիվն է 1941-ը։ 1905 թվականի այսօրը ծնվել է դերասան Գուրգեն Հարությունյանը։ Այսօրն է ծնվել նաև նշանավոր դերասան Դավիթ Մալյանը, նրա ծննդյան տարեթիվն է 1904 թվականը։ Բեմադրող նկարիչ Միքայել Արուտչյանը ծնվել է 1897-ի այսօրը։ Այսօրն է ծնվել վրաց նոր գրականության եւ գրական նոր լեզվի հիմնադիր Ակակի Ծերեթելին, նրա ծննդյան տարեթիվն է 1840-ը։ Գերմանացի երգահան եւ դիրիժոր Կարլ Օտտո Էրենֆրիդ Նիկոլային ծնվել է 1810 թվականի այսօրը։ 1672-ին է ծնվել Պետրոս Մեծը, Ռուսիո կայսրը։ Իսկ հռոմեական կայսր Ներոն Կլավդիոս Կեսար Օգոստոս Գերմանիկոսը ծնվել է 68 թվականի հենց այսօրը։
Այսպիսի տեղեկություններ հունիսի 9-ի օրվա օրացույցից մենք շարժում ենք առաջ, առջևում ժամը 10-ի լուրերն է հանրայինի ուղիղ եթերում, շարունակեք լսել մեզ։ Where the hell is my husband? What is taking him so long to find me? Oh, baby, where the hell is my lover? Getting down with another. Tell him if you see him, baby. If you see him, tell him he said, why is this beautiful man waiting for me to get over? He already tested my patience. I only feel taking down with other women that ain't me, but I've been refusing medications till I got my hands on him. I'ma tell him I'm too for how long he got me waiting, anticipating, praying to the Lord to give him to my love and all to this wild frustration. Sneak me, completely. How my heart yearns for you. Is he far away? Is he yours? This man is testing me. Help me, Lord. I need you to tell me, baby, where the hell is my husband? What is taking him so long to find me? Oh, baby, where the hell is my lover? Getting down with another. Tell him if you see him, baby. If you see him, tell him he should have. Everybody turns sipping my dress at 2 a.m. and I'm tired of living like this. He must be out to getting ready, trying to fix up his tie. Hello, this way your wife is way. Till I get your heart going, I'ma turn it up to how much I'm gonna love ya. No one above ya. Pray to the Lord to hurry you along. Baby, I ain't telling rush. Just need me, completely. How my heart yearns for you. Is he far away? Is he okay? This man is testing me. Help me, Lord. I need you to tell me, baby, where the hell is my husband? What is taking him so long to find me? Oh, baby, where the hell is my lover? Getting down with another. Tell him if you see him, baby. If you see him, tell him he should have. Tell him I'm kind. Tell him I got brown eyes and a grown fit. If he doesn't find me now, I'm gonna die alone. So can he? Hurry up, yes. I want it. I'm like a ring. I would take a diamond ring on my wedding finger. I'm like a big shiny diamond that I can wave around and talk about it. And when the day is forgive me, God, that I can never doubt it. Until death, I do. Is he a bite? This man is testing me. Help me, Lord. I need you to tell me, baby, where the hell is my husband? What is taking him so long to find me? Oh, baby, where the hell is my lover? Getting down with another. Tell him that my grandma said it. Your husband is coming. I would like a ring. I would like a diamond ring on my wedding finger. I would like a big shiny diamond. Where is my husband? Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, հանրային ռադիոյի ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում ռադիո լուրատվական ծրագիրը, տաղավարում Կարեն Ղազարյանն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ։ Նախագահ Կոշտան շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրությունների արդյունքների առիթով, նշելով, որ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության, կայունության եւ հարևանների ու աշխարհի հետ ավելի սերտ համագործակցության վրա հիմնված ապագայի։ Անտոնիո Կոշտան բարձր է գնահատել վարչապետ Փաշինյանի առաջնորդությունը եւ նրա ներդրումը Հայաստանի դիմակայունության, կայունության
հայրենական եւ բարեկեցության ամրապնդման գործում։ Նա ընդգծել է, որ Եվրոպական միությունը շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը, ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի, թվայնացման ոլորտներում։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Կոշտային աջակցության եւ ջերմ խոսքերի համար, կարևորելով Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացումը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների եւ խաղաղության օրակարգի շուրջ, ընդգծելով տարածաշրջանում տևական խաղաղության եւ կայունության հաստատման կարեւորությունը։ Կողմերը երկուստեք վերահաստատել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությունն առավել ամրապնդելու պատրաստակամությունը հանուն ավելի խաղաղ եւ բարեկեցիկ ապագայի։ ԱՄՆ-ն կանգնած է վարչապետի եւ Հայաստանի կողքին խաղաղության հաստատման գործում, գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեջբերում։ Հանձնառու ենք առաջ մղել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի նպատակները, ներառյալ թրիփի իրականացումը, անհամբեր սպասում եմ համատեղ աշխատանքին Հարավային Կովկասում եւ դրանից այն կողմ խաղաղություն, կայունություն եւ բարգավաճում ապահովելու համար, գրել է նա։ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանում անցկացված խորհրդարանի ընտրության վերաբերյալ, մեջբերում եմ։ Ուրախ ենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանի ընտրությունը հաջողությամբ ավարտվեց խաղաղ եւ հանգիստ մթնոլորտում։ Ցանկանում ենք, որ ընտրությունների արդյունքներն օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար։ Հուսով ենք, որ հետընտրական շրջանում կստեղծվեն պայմաններ, որոնք հնարավորություն կտան Ադրբեջանին եւ Հայաստանին ստորագրելու վերջնական խաղաղության համաձայնագիրը։ Այդ նպատակով Թուրքիան, ինչպես եւ նախկինում, կշարունակի իր ներդրումն ունենալ տարածաշրջանային կայունության ու բարգավաճման գործում, հիմնվելով տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերի վրա, ասված է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։ Միասնության թևեր կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը եւ Հայաստան Դաշինքի առաջնորդ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել են, որ չեն ընդունում հունիսի 7-ի ազգային ժողովի ընտրությունների պաշտոնական արդյունքները։ Ընդդիմադիր ուժերը համոզված են, որ պաշտոնապես հրապարակված արդյունքները չեն արտացոլում քաղաքացիների իրական կամքը։ Արման Թաթոյանը հայտնել է, որ միասնության թևերը նախաձեռնում է քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց եւ քննարկում է արդյունքները վիճարկելու հնարավորությունը։ Ռոբերտ Քոչարյանը եւս հայտարարել է, որ Հայաստան Դաշինքը վիճարկելու է ընտրությունների արդյունքները եւ հետագա քայլերը քննարկում է ընդդիմադիր գործընկերների հետ։ Երկու քաղաքական ուժերն էլ նշել են, որ շարունակելու են պայքարը իրավական եւ քաղաքական հարթակներում։ Ավելի վաղ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական շտաբը հայտարարել էր, որ օգտագործելու է իրավական բոլոր գործիքակազմերը վերահաշվարկի համար եւ հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը, իսկ ուժեղ Հայաստան Դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը խոստացել է խորքային հայտարարություն անել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ բոլոր հաշվարկների ավարտից հետո։ Ընտրությունների ընթացքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի արձանագրել այնպիսի խախտում, որը կարող էր ազդեցություն թողնել քվեարկության արդյունքների վրա։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերին հորդորել է հնարավորին ակտիվ լինել վերահաշվարկի դիմումներ ներկայացնելիս։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը նկատել է, որ անկախ դիմումներից որոշ տեղամասերում իրենք նույնպես իրականացնելու են վերահաշվարկ։ ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին հանրային հեռուստաընկերության եթերում, ասել է հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ 14-ին կամփոփ ենք, 19-ին քաղաքական ուժերը կարող են դիմել սահմանադրական դատարան, հայտարարել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ Միջազգային լրահոսից ԱՄՆ նախագահի խոսքով Վաշինգտոնն ու Թեհրանը ակտիվ բանակցությունների գործընթացում են եւ իրանական կողմը պատրաստ է փոխզիջման։ Կարծում եմ մենք հաղթում ենք այս պայքարում, սակայն իրականում կհաղթենք առաջիկա 2 շաբաթվա ընթացքում, երբ կհայտարարենք լիակատար հաղթանակի մասին։ Դա կլինի լիակատար հաղթանակ, այն շատ շուտով կգա եւ նավթի գները կփլուզվեն։ Թրամփի խոսքերն է մեջբերել CNN հեռուստաալիքը։
Դուբայ եւ հակառակ ուղղությամբ թռիչքներ նախատեսող ուղևորները բախվել են շվացուցակների մասշտաբային փոփոխությունների հետ։ Մի շարք առաջատար միջազգային ավիաընկերություններ որոշում են ընդունել դադարեցնել, չեղարկել կամ հետաձգել չվերթների վերսկսումը Մերձավոր Արևելքում չդադարող լարվածության պատճառով, գրում է Gulf News-ը։ Ավիահաղորդակցության խափանումները, որոնք սկսվել են 2026 թվականի փետրվարի 28-ին հակամարտության սրման պահից, անդրադարձել են Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ Ասիայի փոխադրողների վրա։ Դեպի Դուբայ որոշ երթուղիներով թռիչքները դադարեցված են ընդհուպ մինչև օգոստոս, սեպտեմբեր կամ մինչև ամառային սեզոնի վերջը։ Հաստատված ամրագրումներ ունեցող ուղևորներին խորհուրդ է տրվում օդանավակայան մեկնելուց առաջ ստուգել չվերթների կարգավիճակը ավիաընկերությունների կայքերում եւ հավելվածներում, քանի որ չվացուցակը կարող է փոփոխվել։ Այս ժամի համար այսքանը, տաղավարում աշխատեց Կարեն Ղազարյանը, ռադիոլուրի հաջորդ թողարկմանը սպասեք ժամը 11-ին։ Սուրճ ու սեր առավոտից։ Что ты видишь свысока? Я же знаю, ты следишь за мной давно. Да, я миру проиграла в дурака. Но если честно, мне на это все равно. Честно, все равно. Убегаю в никуда, но за каждый шаг тебя благодарю. Даже если он был сделан не туда, все равно ты знаешь сильно, как люблю. И постоянно говорю: давай не ждать, жить будто завтра звездопад, блеском в глазах всех побеждать, встречать закат, танцуя без слез, смеяться всерьез. Давай не ждать, жить, чтобы оставить здесь свой след, с блеском в глазах встречать рассвет и побеждать, чтобы не было поздно. Посидеть чужой ложи не было интересно до меня любить. Сложно, но зато со мной честно я не наберу. Позже, если не хочу совсем до меня любить. Сложно, я не нравлюсь всем. Но светофоры зеленым загораются лишь тем, кто глупые споры сумел вывести за пределы, всем всего не успеть. Давай будем рисковать, давай танцевать теперь, давай не переживай, давай не ждать, жить будто завтра звездопад, блеском в глазах всех побеждать, встречать закат, танцуя без слез, смеяться всерьез. Давай не ждать, жить, чтобы оставить здесь свой след, с блеском в глазах встречать рассвет и побеждать, чтобы не было поздно. Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր առավոտից։
10:09 րոպե կրկին ասում ենք բարի լույս նրանց, ովքեր շարունակում են լսել եւ դիտել Հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Եվս մեկ անգամ ողջունում ենք ձեզ հարգելի ռադիոլսողներ, մաղթում հաճելի լավ տրամադրություն առավոտից եւ իհարկե առաջարկում ենք, որպեսզի դուք լսեք մեր ծրագիրը սկզբից մինչեւ վերջ, որովհետեւ ամեն վարքյան ամեն պահ կարող է լինել շատ զվարճալի կամ էլ հետաքրքիր։ Հունիսի 9-ն է օրը, երեքշաբթի, հաջող աշխատանքային օր ենք մաղթում բոլորին եւ հիշեցնում, որ բացի լսելուց մեզ կարող եք նաեւ դիտել մեր լայվերը գործարկված են եւ Facebook-յան մեր պաշտոնական էջում Հայաստանի Հանրային ռադիոյի, նաեւ armradio.am մեր պաշտոնական կայքում։ Եվ չմոռանանք, որ Հանրային ռադիոն այս տարի նշում է 100-ամյակը եւ այդ առիթով բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում եւ համերգային ծրագրեր։ Դուք գիտեք, որ մենք գալիս ենք Հայաստանի տարբեր մարզեր մեր նվագախմբերի հետ միասին եւ ձեր ուշադրությանը ներկայացնում որակյալ ու հրաշալի համերգային ծրագրեր։ Իդեպ Ստեփանավանի բնակիչներ, ուզում ենք տեղեկացնել, որ դե ինչի գործ ժամը 18-ին այսօր ձեզ համար ելույթ են ունենալու Հանրային ռադիոյի Արևիկ մանկապատանեկան անսամբլի սաները, գեղարվեստական ղեկավար Վահե Հայրապետյան, այնպես որ պատրաստվեք դիմավորելու փոքրիկ հրաշքներին, տաղանդավոր մեր բալիկներին, նրանք արդեն ճանապարհ են ընկել, բարձր տրամադրությամբ ուղևորվում են դեպի Ստեփանավան, այնպես որ ողջունելու եք եւ իհարկե մենք լիահույս ենք, որ համերգը կանցնի լեփլեցուն դալիճով եւ կլինեն բազում ծափահարություն։ Դեսկ մեծահասակները ճանապարհ կընկնեն ուրբաթ օրը, որպեսզի հասնեն Մեղրի եւ 13-ին, հունիսի 13-ին, այո, Մեղրիում մենք կունենանք հրաշալի համերգային ծրագիր։ Այնուհետև 14-ին համերգային հրաշալի ծրագրով արդեն ելույթ կունենանք Սիսիանում, իդեպ այդ համերգները արդեն վարելու ենք ես եւ Տիգրանը, այնպես որ սպասեք մեզ, մենք գալիս ենք ձեր տուն։ Գալիս ենք Մեղրի եւ Սիսիան հունիսի 13-ին եւ 14-ին։ Իսկ այսօր դուք բոլորդ եթե Ստեփանավանում եք, դիմավորում եք արևիկցիներին, նրանք բարձր տրամադրությամբ գալիս են ձեզ հյուր, այնպես որ ակտիվ եղեք նաեւ on-line հարթակում հարգելի ռադիոլսողներ, վերջապես այն ռադիոլսողները, ովքեր ապրում են Հայաստանի տարբեր մարզերում եւ մեզ մշտապես լսում են, հնարավորություն կունենան մեզ հետ անձնապես շփվելու, մենք պատրաստ ենք ձեզ հետ շփվելու եւ գալիս ենք, որպեսզի ձեզ հետ ծանոթանանք։ Այո, մենք էլ դեմքով կճանաչենք Մեղրի եւ Սիսիանի մեր ռադիոլսողներին։ Ոչ թե դեմքով, այլ օֆլայն տարբերակով վերջապես, որովհետեւ on-line տարբերակով բազմիցս զրուցում ենք եւ կարող ենք ասել, որ Հանրային ռադիոյի շնորհիվ մենք լավ ընկերներ ենք դարձել, թեպետ հեռակա տարբերակով, բայց այդուհանդերձ այդպես է։ Ասմիկ Ավետիսյանը ընկերության միջազգային օրվան է անդրադարձել, ասում է բարի լույս իմ շատ սիրելի հաղորդաշար, ջերմ ողջույններս ձեզ, շնորհավորում եմ ընկերության միջազգային օրը, առանց ընկեր մարդը կարծես կիսատ լինի, առանձնահատուկ մեր ընկերներին, որոնց հետ անընդհատ ջերմ շփման ու կապի մեջ ենք, ամփոփներս ձեզ հարգելիներս, շնորհակալություն։ Իդեպ հարց է տվել Դոնալդ Դակի մասին։ Կան մուլտֆիլմերը հիմա, թե ոչ։ Այո, ասում է իմ Վահեն է Գաբրիելյանը ասում իմ ամենասիրելի մուլտֆիլմերից է Միկի Մաուսը, Դոնալդ Դակը, Վինի Թուխը եւ ասում է այդ մուլտֆիլմերը մինչեւ հիմա ցուցադրում են ու նոր սերիաներ են ավելացել։ Պաստորեն, ետ ենք մնացել։ Պատկերացնում ես։ Դե ինչ, քիչ անց կբացենք նաեւ մեր հյուրասրահի դռները, իսկ մինչ այդ եւս մեկ անգամ հաջող աշխատանքային օր եւ լավ տրամադրություն բոլորիս։ Հերու հոր քուրը
are missionaries for the Church of Jesus. Սուրճ ու սեր առավոտից։ 16:16 մենք վերադարձանք, դուք շարունակում եք լսել եւ դիտել հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Եվ բնականաբար չենք զլանում եւս մեկ անգամ ջերմ ողջույններ ենք ուղարկում բոլորիդ, ասում բարի լույս հարգելի ռադիոլսողներ, օրը սկսեք ժպիտով, մեզ հետ միասին լավ տրամադրությամբ եւ իհարկե լի էներգիայով։ Մեր հյուրը Պարարվեստի աշխարհից է, սիրով ուզում ենք ողջունել ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ կազմակերպման մասով Արթուր Գասոյանին։ Բարի Բարի լույս։ լույս։ Բարի լույս։ Հետաքրքիր թեմա ունենք այսօր, մենք զրուցելու ենք Հայաստանի Պարիպետական անսամբլին կից ստուդիայի գործունեության մասին եւ մինչ ստուդիային անցնելը նախ ողջունում ենք, ուզում ենք հասկանալ Պարարվեստի մարդիկ ինչպես է սկսում իրենց օրը։ Բարև ձեզ, նախ շնորհակալություն հրավերի համար։ Պարարվեստի մարդիկ իրենց օրը սկսում են շատ ակտիվ։ Սուրճով, թե Նաեւ սուրճով երեխաներին, ովքեր որ ունեն երեխաներ, մանկապարտեզներ, դպրոցներ ճանապարհելով։ Ու վազելով Ասենց փորձի։ ասեմ, ոնց որ բոլոր սովորական Բայց մարդիկ վազում եք փորձի, չէ՞։ առանձնացնենք։ Վազում եք փորձի։ Անպայման փորձի դասական բարի դասաժամի հետո արդեն ըստ դրա օրը կազմվում։ Առավոտից իրենց տանջում են, բայց սիրով են տանջվում։ իսկ Պարային ռազմիկան ձեզ էլ է վերաբերում։ Դե էլի դասական։ Կոնկրետ ժողովրդական երաժշտության եւ Պարիազգային կենտրոնում լինելով տնօրենի տեղակալը չեմ մասնակցել Պարային ռազմիկային, բայց ամբողջ իմ գիտակցական կյանքը անցել է Պարարվեստի ոլորտում եւ առավոտները սկսել եմ Պարային նախավարժանքով։ Բարդ է։ Չեք կարոտում բեմը։ Ասեմ ձեզ, որ չեմ հեռացել բեմից Այ դա կարևոր է։ ամբողջությամբ, այս պահին համատեղում եմ օպերա եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, բալետի դերասան եմ նաեւ։ Դե լավ, դե այնտեղ եք տանջվում էլ, ինչ տարբերություն, սակայն, հա, դե անում է ռազմինկա, չի կարող չանել այս բանակայում։ Հետաքրքիր է, որ մեր պարային աշխարհը յուրատեսակ է, եթե դիտարկենք դասականը եւ ազգայինը, այստեղ էլ ունենք տարբերություններ, բազմաթիվ տարբերություններ եւ կարող ենք ասել, վստահ կարող ենք ասել, որ բալետային աշխարհում շատ կարճ շեղվենք, հետո հետ կգանք։ Բալետային աշխարհում մեր հայ արական սեռի ներկայացուցիչները միշտ աչքի են ընկել, փայլել են իրենց տեխնիկական հնարավորություններով եւ զարդարել եվրոպական բազմաթիվ բեմեր։ Այո, ինչ Մենք խոսք։ աղջիկներս մի քիչ մարմնի կառուցվածքով այդքան էլ չենք համապատասխանում, ավելի կանացի ենք, բայց Ինչ խոսք, մեր տղաները զարմանալի եւ հրաշալի արդյունքներ են ցույց տվել արտերկրում, որի համար միայն հպարտություն ենք ապրում։ Մեր այստեղ էլ բավականին հաճելի է դիտել, երբ գնում ես օպերա եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, որևէ բալետ նայելու։ Թատրոնը ամեն օր վայելում ես, ծաղկում է։ Այո։ Թատրոնը ամեն օր զարգացում է Եվ ապրում։ զարմացնում է իր դրաշելի ներկայացումներով հանդիսատես։ Եվ կատարողականությամբ, Այո։ սա էլ պիտի նշենք։ Գանք Պարիպետականի անսամբլին կից ստուդիա եւ տեսնենք ինչ նորություններով եք այսօր հանդես գալիս։ Ժողովրդական երաժշտության Պարիազգային կենտրոնի ամբողջ տարին հագեցված խիտ ծանրաբեռնվածությունով տարի ենք ունենում։ Նախ ասեմ, որ կենտրոնը ստեղծվել է 2022 թվականի դեկտեմբերի 14-ին։ Հակավին երիտասարդ Այո, կարող ենք համարել։ Որտեղ որ միավորվել են մի շարք պետական վաստակավոր անսամբլներ, Հայաստանի երգի Պարիպետական անսամբլը, Հայաստանի Պարիպետական անսամբլը, ակունք ազգագրական համույթը, ազգային նվագարանների պետական նվագախումբը եւ բարեկամություն պետական անսամբլը։ Ասեմ, որ կենտրոնին շատ ծանր աշխատանք լցված է շատ ծանր աշխատանքով, որովհետեւ այդ մեծ ու վաստակավոր խմբերը շատ պարտավորեցնող են եւ ամեն մեկս աշխատանքին մոտենում ենք գիտակցաբար։ Ինչ վերաբերում է ստուդիաներին, սկզբում նշվեց, որ Պարիպետական անսամբլի ստուդիաներից պիտի խոսենք, ասեմ, որ կենտրոնում գործում են Պարիպետական անսամբլին կից ստուդիան, բարեկամություն պետական անսամբլին կից ստուդիան եւ շուտով նաեւ կգործի ակունք ազգագրական համույթում կից ստուդիան։ Տարիքային Սահմանափակումներից սկսենք 6-ից 10 տարեկան, 10-ից 14 եւ 14-ից 18 պրոֆեսիոնալ խմբերը դրանք են այդ տարիքային, ասեմ, որ ստուդիաները պետության կողմից երաշխավորված ստուդիաներ են, որը հնարավորություն է տալիս սոցվճարի հետ վերադարձ տարեկան կտրվածքով 100,000 դրամի։ Դա շատ կարևոր է, ծնողներին հետաքրքրող թեմա։ Այո,
Իսկ առավելություններից նա է, որ երաժշտարվեստում եւ պարարվեստում լավագույն մասնագետներն են դասավանդում ստուդիաներում։ Պրոֆեսիոնալները այո, ոլորտի լավագույն մասնագետները եւ անսամբլների լավագույն պարողները, պարոհիները, մենակատարները նույնպես դասավանդում են ստուդիաներում։ Հետաքրքիր մի բան ասացիք, առավելություններից մեկն էլ եմ ուզում ընդգծել, տարիքային շեմեր նշեցիք, բավականին փոքր տարիքի երեխաներ են ընդգրկված, այս պարագայում հորդոր անենք մեր ծնողներին, որ ամեն բարային համույթ չտանեն փոքրիկներին, հատկապես փոքր տարիքում, որովհետև շատ կարևոր է թե մկանները ոնց պիտի զարգանան եւ ինչպես պիտի աշխատեն երեխաների հետ, հետեւաբար պրոֆեսիոնալ որակյալ տեղ պիտի ընտրել, սա արդարության համար պիտի ասենք, որովհետև փոքրիկ են երեխաները եւ վստահեն մասնագետներին, այսինքն գնացեք պետական աջակցությամբ տեղեր լիցենզավորված, որպեսզի ձեր երեխային հանկարծ չվնասեք։ Այո։ Դա շատ կարևոր փաստ արձանագրեցիք, որովհետև փորձեր շատ ենք ունենում այս պահին էլ, որ ստուդիայում երեխաներ են գալիս ու երբ որ գալիս են որ պիտի ընդունվեն այդ փուլում, այդ հատվածում, ասում ենք երեխան ինչ որ միտեղ պարլավ, այ հա մի 7-8 տարի երեխան պարում է, ման իրանց թվում է որ իրանց տանը որ երեխան լավ պարում է, ուրեմն լավ է պարում։ Ասում ենք լավ, օքեյ, բերեք երեխային ուղարկում ենք մասնագետի մոտ, խնդրում ենք միած ստուգեք երեխային, հասկանանք որ տարիքային խմբին է համապատասխանում, որտեղ կարելի է ընդգրկել, հասկանում ենք որ երեխան այո, ընդամենը տանը լավ պարում է, բայց այն 7 տարին, 5 տարին, 6 տարին, որ ինքը կորցրել է, ինքը այդ տարիների ընթացքում բավարար կրթություն չի ստացել։ Ու դա շատ վնասում է երեխային, ճիշտ է, ամեն ինչ փորձում են մեր մասնագետներն անեն, որպեսզի ուղեն շտկեն, բայց դա հավելյալ բարդություն է առաջացնում։ Ես էլ իմ կողմից բոլոր ծնողներին կոչ եմ անում, որպեսզի այո, իրականում հանրապետությունում շատ կան գործող յուրաքանչյուր նկողում կարելի ասել։ Չէ, ես ուրիշ, ուզում եմ ասեմ, որ շատ կա խմբեր, որ իրոք իրանք պրոֆեսիոնալ են, իրոք մասնագետներ, բայց նաև կա մյուս բացասական կողմը, դրա համար պետք է երեխային ինչ որ բարի կամ առհասարակ ինչ որ մի տեղ տանելուց պետք է լավ ուսումնասիրել, արդյոք պետք է երեխան այդտեղ սովորի թե ոչ, կամ սովորի թե ոչ, ինչ է սովորացնում, թե չէ 2 տարի գնում են ինչ որ բարի խմբակի, հետո որոշում են իրենք բարի խմբած են, սա ցավոտ իրականություն է, որի մասին պետք է խոսել, զուտ որ ծնողները հստակ տեղեկանան։ Սա մենք կարծում ենք ազգային կենտրոնը, քանի որ նոր է ստեղծվել եւ այս ամբողջ մշակութային խնդիրները ուղիղ կապ ունի մեզ հետ, մենք կարծում ենք, որ պետքա ընդհանրապես բոլոր ստուդիաները ունենան լիցենզիաներ, այսինքն դրա մասին վաղուց էին խոսում, պետք է արտոնագրվի ամբողջ դաշտը։ Ու պետքա լինի մասնագետների կողմից կազմված հանձնաժողով, որոնք որ կլիցենզավորեն ստուդիաները։ Նաև պայմանների առկայությունը, ասենք։ Թող դիմեն, բոլորը թող դիմեն, հազարավորները թող ստանան այդ լիցենզավորումը, հաստատվի, որ իրենք երեխաներին բացի օգուտից վնաս չեն հասցնի եւ անեն իրենց աշխատանքը, որի համար բոլորս կարծում ուրախ կլինենք, որովհետեւ պարարվեստն ու երաժշտարվեստը ինչքան շատ այնքան։ Հետո մենք երկող պարող ժողովուրդ ենք իրականում եւ մեր պարերը իսկապես մեր դիմագից, այո։ Եվս մեկ կարևոր հանգամանքի մասին էլ կուզեի խոսեինք, անդրադառնանք դրան, երբ որևէ հեղինակավոր խմբի ստուդիայում է երեխան սովորում, ինքնաբերաբար նաեւ առնչվում է պրոֆեսիոնալների հետ, որոնք գալիս են փորձի տեսնում, նրանց աշխատանքը ինչպես են նրանք պարապում, կարծես քայլող օրինակներ են նրանց համար, նաև ունենում են հնարավորություններ պրոֆեսիոնալ խմբերի հետ, թեկուզ մասսայական հատվածներում այդուհանդերձ բեմահարթակ բարձրանալ, եւ սա կարող ենք չի ասել որոշակի շատ կարեւոր փորձառություն է, որը հետագայում նրանց կօգնի առաջընթացի պարագայում։ Իհարկե, մեր դեպքում մենք այդ խնդիրը շատ քիչ ունենք, որտեղ ստուդիայում սովորող երեխաները անմիջական շփում ունեն անսամբլների արտիստների հետ։ Անսամբլների արտիստերին տեսնելով նրանք ոգեշնչվում են, անսամբլների համերգներին իհարկե ստուդիայի երեխաներին հնարավորինս փորձում ենք մասնակցությունը ապահովել, որպեսզի իրանք տեսնեն անսամբլը բեմում
ու հասկանան ինչ է սպասվում իրենց հետագայում, այսինքն մենք երբ որ երեխան ընդունում է, մենք ասում ենք, որ նպատակը սա է, որ մենք ստեղ կազմավորենք, ձևավորենք մեզ պետքական պարողին կամ պարոհուն եւ դրանից հետո ներգրավենք անսամբլի կազմ, այսինքն երեխան տեսնում է բեմում, ոգեշնչվում է եւ բացի դա անսամբլին ես նորից շեշտեմ, որ անսամբլի լավագույն արտիստներից, մենակատարներից, մենապարոհիներից դասավանդում են ստուդիայում եւ իրանք այդ առիթը ունենում են։ Ասեմ ձեզ, որ վերջերս նշեցինք Նորայր Մերաբյանի 85-ամյակը, որտեղ բարեկամություն անսամբլին կից ստուդիայի սաները մասնակցություն ունեցան մեծ համերգային ծրագրին, որ ասեցիք մեծ բեմ բարձրանը, անկեղծ կլինեմ, ստուդիայի ներգրավությունը պետական անսամբլների համերգային ծրագրում չենք շատ ապահովում, ինչի որ սա նորից գալիս ենք այն մեր խնդրին, որ երեխան մի տարի եկել է բարի բեմ դուրս չի գալու, ծնողը ինքը պատկերացնում որ մի տարի բարեց ինքը կարա բեմ դուրս գա, իրականում ոչ այդպես չի եւ մակարդակ երբ որ հասնում է այն աշճանի, երբ որ մասնագետները կարծում են որ դա արդեն բեմ բարձրացնելն է, իսկ ինչը որ տեսանք պարոն Մերաբյանի 85-ամյակին, այո դա տեսանք որ ստուդիան կայանում է, ստուդիան զարգանում է եւ գնում է դեպի առաջ։ Ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնը ներկայումս ինչ նախագծերի վրա է աշխատում եւ առաջիկայում ինչ ենք տեսնելու բեմում։ Եկեք այս տարվա մի փոքր հետ գնանք ապրիլի 29-ին, կարծում եմ դուք էլ կամ մասնակիցն եք եղել կամ հաստատ եթե ոչ հաստատ տեղեկացված եք Պարի միջազգային օրվա հետ հրապարակի մեծ միջոցառման ոչ միայն հրապարակի ամբողջ Երևան քաղաքում ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնը կազմակերպեց եւ իրականացրեց աննախադեպ մասշտաբի եւ աննախադեպ քանակի Գինեսի ռեկորդների գիրքը եթե անկեղծ ասած կարծում եմ եթե դիմեինք կարծում եմ որ հաջորդ տարի սխալը կուղեք հաջորդ տարի ավելի կշատացնենք ու ավելի մեծ մասշտաբով կնշենք 4-ից 5000 երեխաներ մասնակցեցին թե հրապարակում թե հարակից տարածքներում իհարկե այդտեղ բոլորը իրենց ներդրումն ունեին Հայաստանի ազգային պարվեստի միության խմբերն էին մասնակցում Վանուշ Խանամյանի անվան պարվեստի միության խմբերն էին մասնակցում պետական բուհերի ուսանողներն էին քոլեջների ուսանողներն էին մասնակցում իհարկե մեր ստուդիայի սաներն էին մասնակցում սոցցանցերը ողողված էին կարծում բոլոր նվագները եւ ունեցանք անկեղծ մեծ տոն եւ ուրախանին այն էր որ ամբողջ աշխարհը խոսեց Հայաստանում Պարի միջազգային օրվա մասին իսկ առաջիկայում ունենք վաղը արդեն հունիսի 10-ին բարեկամություն պետական անսամբլը Արտաշատի Ամոթ Ղազարյանի պետական դրամատիկական թատրոնում կունենա համերգ սիրով բոլորին հրավիրում ենք ամսի 15-ին կներեք ամսի 11-ին Հայաստանի ազգային պետական նվագարանների նվագախումբը Առնո Բաբաջանյան համերգասրահում կինոերաժշտություններ ազգային հնչյուններով համերգ կունենանք իսկ արդեն ամսի 15-ին հունիսի 15-ին Գագիկ Կարապետյանի 75-ամյակը Պարի պետական անսամբլով կնշենք ազգային օպերային թատրոնում բավականին հագեցած ամիս է եւ ամիսը եզրափակում ենք հունիսի 30-ին նորից բարեկամություն պետական անսամբլը արդեն օպերային թատրոնում իսկ եթե սենց շարունակեմ ձեր եթերը հաստատ չի հերիքի բայց մենք շատ իրականում մենք շատ ուրախ ենք որ այսքան հագեցած է ծրագիրը եւ մեր արտիստները հաճախ են բեմ բարձրանում որովհետեւ արտիստի համար լավագույն ոգեշնչման աղբյուրը բեմահարթակում ելույթ ունենալն է եւ սա նաեւ ոգեշնչի բեմադրողներին նոր գործեր ստեղծելու եւ նորություններով նաեւ հանդիսատեսին ուրախացնելու։ Եվ կպահի լավ մարզավիճակում բոլորին։ Մեր զրուցակիցներ ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ կազմակերպման մասով Արթուր Գասոյանը շնորհակալ ենք հաջողություններ ենք մաղթում կարճատև մեծ բեմեր բազմաթիվ ծափեր շնորհակալություն
Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր առավոտից։ 9:35 րոպե Երևանն է խոսում, դուք լսում եք Հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Եվս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ եւ իհարկե շարունակում շնորհակալություն հայտնել ձեր ակտիվ մասնակցության համար, բայց ասենք, որ ծննդյան շնորհավորանքների պատվերներ չենք ընդունում, այն էլ ավանսով, որովհետեւ Վահե Գաբրելյանն ասում է, որ ամսի 15-ին իր ծննդյան տարեդարձն է լինելու 25-ամյակը, գուցե չկարողանա կապ հաստատել, ուզում է նախապես շնորհավորենք։ Նախ եւ առաջ դա վատ ավանդույթ է, նախապես շնորհավորել, երկրորդը ցավում եմ ներողություն, բայց այս հաղորդումը առավոտյան ծրագիր է, այլ ոչ թե ձեր ցանկությամբ համերգային ծրագիր, հենց ձեր ծննդյան օրը հիշեք մեզ, հաշվեք, մենք այդ օրը ձեզ շնորհավորում ենք։ Գնանք առաջ, խոսքեր գնում նաև ընկերների մասին, մեր մշտական ռադիոլսող եւ արդեն ընկեր դարձած Արմինե Հովսեփյանն ասում է. «Բարի օր մեր վաղեմի ընկերներին, կարծում եմ կարող ենք մեզ թույլ տալ ձեզ կոչել մեր հավատարիմ ընկեր, կարոտել էինք ձեր դուետին»։ Շնորհակալություն, մենք էլ էինք կարոտել, ես կարոտել էի մեր դուետին, այդ Տիգրանը չգիտեմ, մեր դուետին կարոտել էր թե ոչ։ Դե ինչպես կարող է չկարոտել Տիգրանը իր աշխատանքը։ Իսկ գործընկերոջը։ Իհարկե, վերջ։ Ամեն ինչ տեղ նկավ, իմիջայլոց Արմինեն էլ ասում էր ուր է Տիգրանը, կարոտել կա, բան կա, եթերում մի քանի օր չէր տեսել, որ չկար եւ անհանգստացել էր։
Տիգրանը ողջ եւ առողջ հանգստացած Ես նյարդերը այստեղ եմ։ խաղացրած Այո, եկել եմ։ այո։ Կարինե Մկրտչյանն է ողջունում բոլորիս, ասում այո, այսօր ընկերության միջազգային օրն է, շնորհավորում եմ աշխարհի բոլոր անկյուններում, սկսած ամենավաղ ժամանակներից մարդիկ կարևորել ու գնահատել են ընկերներին, ընկերություն անելը, ընկերներին օգնելն ու սատարելը մարդուն ուղեկցում են դեռ մանկությունից եւ պատահական չէ, որ ամենաամուր ընկերությունը հենց մանկության տարիներին է ձևավորվում։ Հերիքնաս Կարյանն ասում է բարի լույս սիրելիները, շնորհավորում եմ ընկերության օրը եւ մեծ ձեզ լավ օր, շնորհակալություն Վահե ջան, շնորհակալ եմ բազմաթիվ էմոջիների համար, մեզ բազմաթիվ պաչիկներ, փուչիկներ եւ այլն։ Իսկ ես կարծում եմ, որ լավագույն ընկերությունը նաեւ այն ընկերությունն է եւ հավերժ է, երբ դուք միասին կարողացել եք դիմանալ համատեղ ճամփորդություն։ Եթե Այո, այո։ դուք համատեղ ճամփորդություն եք անցկացրել միասին եւ շարունակում եք Դա դեռ ցույց լինել է ընկերություն, ընկերներ, դա նշանակում է, որ ձեր ընկերությունը հավերժ է։ Իսկ մենք այս պայն ուզում ենք եւս մեկ անգամ հիշեցնել, որ շաբաթվա վերջին Այ, հանրային ռադիոն միջալոցները գալու է ձեր քաղաքներ։ Այստեղ մեր ռադիոլուսողներից հայ լավ է հիշեցրեցիր, հենց Վահեն ասում է մեզ մոտ գալու եք թե ոչ, ուզում եմ հասկանալ իրենց մոտ որն է, այնքան շատ է գրառում արել եւ կորցրել եմ։ Մինչ դու կգտնես, ես եւս Չեմ մեկ գտնում։ անգամ հիշեցնեմ, որ հունիսի 13-ին մենք լինելու ենք Մեղրիում, հունիսի 14-ին լինելու ենք Սիսիանում, Բայց- մեզ հետ է նաև Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը։ Այո, տեղեկացնենք նաև ժամերը։ Հարգելի ռադիոլսողներ, հունիսի 13-ին Մեղրիում համերգը տեղի է ունենալու ժամը 16-ին, հունիսի 14-ին Սիսիանում համերգը տեղի կունենա ժամը 17-ին։ Հիշեցնենք, որ արևիկցիները այս պահին արդեն ճանապարհին են, ուղևորվում են դեպի Ստեփանավան, որպեսզի համերգներով հանդես գան, որքան հիշում եմ, ելույթը ժամը 18-ին է։ Հարգելի ռադիոլսողներ, Գնացեք եւ դիմավորեք մեր դիմավորեք բալիկներին։ մեր հրաշք բալիկներին, նրանք արև են իսկապես եւ ձեզ բերում են արև լավ տրամադրություն։ Ասենք նաեւ մյուս մի քանի քաղաքները, որպեսզի մեր Մենք ռադիոլսողները կծանուցենք, դեռ կծանոթ, որպեսզի չշփոթեն ռադիոլսողները, առաջիկան հանդիպումները Մեղրի, Սիսիան եւ Ստեփանավան ժամեր անց։ Հիմա, այո, Ստեփանավանը այս պահին, իսկ Մեղրին եւ Սիսիանը այս շաբաթ եւ կիրակի օրերին։ Շարժվում ենք առաջ 10:38 եւս մեկ անգամ բարի լույս բոլորին։ Don't comment on my ideas. I don't want your judgment or your expectations. Don't want
Ուսեր առավոտից։ 10:42 րոպե սուրճ ու սեր առավոտից հաղորդումը շարունակվում է հանրային ռադիոյի ուղիղ եթերում։ Քանի որ դուք շատ եք զանգահարում եւ գրում թե ձեր մարդ գալու ենք թե ոչ, արագ ասենք կոնկրետ որ հատվածներն ենք գնում ընթացս ուղակի։ Հիշեցնենք, որ այս շաբաթ կիրակի լինելու ենք Մեղրիում եւ Սիսիանում, նաեւ տեղեկացնենք, որ լինելու ենք Բերթում, Վարդենիսում, լինելու ենք նաեւ Բերթավանում եւ Մարտունիում։ Հստակ օրերը ժամերը դեռ կասենք։ Կասենք, առանձին կասենք, միշտ ապեք յուրաքանչյուր շաբաթ կիրակի, հա, հունիս ամսվա շաբաթ կիրակիները գալու ենք ձեր մարզեր, այնպես որ մենք կհանդիպենք ձեր տանը։ Մենք կհանդիպենք լավ տրամադրությամբ, լավ կատարումներով, բայց այնքան ոչ կասենք, կխոսանք, երկենք կպարենք, ինչպես ասում են։ Բայց շնչներդ պահած սպասեք։ Վտանգավոր հնարքներ չենք առաջարկի ձեզ, ինչպես դա արել է Արիանա Գրանդեն։ Պատկերացնում ես, նա ստիպել է համերգի ժամանակ իր երկրպագուներին ոչ ավել ոչ պակաս պահել շունչը։ Ահա որ է։ Փոփ դիվան մահացու հնարք է կատարել իր Eternal Sunshine շրջագայության պաշտոնական բացման ժամանակ, որը նրա առաջինն էր 7 տարվա ընթացքում։ Տեսնես այդ աղջիկը ինչ է մտածել, որ որոշել է նման բան անել։ 32-ամյա երգչուհին, որը վերջերս հաղթական վերադարձել է երաժշտական ասպարեզ, իր նոր Hate That Made You Love Me single-ով լուսավորել է Օքլենդի բեմը, կատարելով իր ամենամեծ հիթերը Օքլենդ արենայում հազարավոր մարդկանց առջև։ Եվ խնդրեմ երկրպագուների կողմից հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես երկերից մեկի ժամանակ բալետի պարողները օգնել են Գրանդեին անվտանգության պարան միացնել։ Պարողները մասամբ ծածկել են աստղին տեսադաշտից, կազմելով նրա շուրջը ամուր շրջանակ, մինչ Արիաննան շարունակում էր երգի խոսքերը կենթանի կատարմամբ։ Հանկարծ բալետի պարողները բաժանվել են եւ Գրանդեն կրկին հայտնվել է եւ այդ պահին նա սկսել է դանդաղորեն բարձրանալ օդ առաջացնելով ծափարություններ եւ ծափարությունների փոթորիկ ամբողջ դահլիճում եւ մինչ գործիքային երաժշտությունը հնչում էր դրամատիկ քայլ է կատարվել, նա լայն բացել է ձեռքերը եւ մեջքը դեպի բեմը թրել է դեպի ասպարեզը, ստեղծելով անհավանական դրամատիկ տպավորիչ պահ։ Պատկերացնում ես։ Բայց թե ինչու է որոշել երկրպագուներին ստիպել, որպեսզի նրանք պահեն շունչը, այդ հարցի պատասխանը ոչ մեկ չունի։ Ես կարծում եմ այս բառակապակցության համար է ստիպել շնչները պահած հետևել, միայն հիշեք, որ այդ հնարքները հաշվարկված են եւ իհարկե կան պահող լարեր, որոնք գուցե անտեսանելի են, բայց դրանք գոյություն ունեն, որպեսզի արտիստի հետ որևէ վատ բան տեղի չունենա։ Բայց հանդիսատեսին հանգիստ պետք է թողել այդ այլ։ Հա, էլի, մի տանջեք այդ մարդկանց, հասկացանք դուք ուզում եք ինչ-որ շոուներ անել, բայց մի տանջեք մարդկանց, մի տանջեք։ Մենք չենք տանջում մեր ռադիո լսողներին եւ միանգամից պատասխանում ենք, ասում ենք բարի լույս, տեսնենք ով է մեզ միացել։ Բարի լույս։ Տիկին Սեդան է մեզ զանգահարել։ Հիմա ձեր ձայնը կարծես ավելի լսելի դարձավ։ Բարի լույս, ուրախ ենք, որ միացել եք մեզ։ Բարի լույս, եւս մեկ անգամ կրկնեմ, առավոտյան սուրտի մեր շատ սիրելի ընկերներ։ Շնորհակալ ենք։ Մենք ոնց որ թե հանդիպելու ենք, հա, Տիկին Սեդա, ճիշտ եմ հիշում։ Հանդիպելու ենք։ Բերթի պահով։ Մենք Բերթ ենք գալու համերգներով։ Լուսինե ջան, ես շատ ուրախ եմ, ես լսել եմ, որ դուք Բերթավանում լինելու եք, ես Երևանում եմ։ Բայց եթե իմանամ դուք երբ եք այնտեղ լինելու, ես անպայման Դե հետևեք մեր ծրագրերին, ես գիտեմ, որ դուք հետևում եք մեր ծրագրերին։ Շնորհակալ եմ, որ դուք լինելու եք իմ հայրենի գյուղում։ Ասեմ, որ այնտեղից հիացած կվերադառնա, որովհետև այնտեղ եւ բնությունն է չնաշխարհիկ, եւ գյուղն է չնաշխարհիկ, եւ մարդիկ են շատ հյուրասեր։ Մենք չենք կասկածում։ Ինչևից է ընկերության մասին երկու խոսք ձեր թույլ տվությամբ, քանի որ մենք հազարամյակների, կրկնում եմ, հազարամյակների մշակույթ եւ բազմադարյան մշակույթ ունեցող ազգ ենք, ուրեմն ընկերության գաղափարն էլ հենց այդ բազմադարյան ու հազարամյակների խորքից է գալիս, ու քանի որ հաց կտրելը, հաց ուտելը մեր ժողովրդի համար չի եղել միայն նյութական բովանդակություն չի ունեցել, այլ ավելի շատ հոգեվոր, ասենք մի կտոր հաց կտրել, մի կտոր հաց ուտել, ահու հացով դիմավորել եւ այլն, հենց այդտեղից էլ եկել է ընկերություն, այդ բառը այդտեղից է ծագել, այսինքն ընկեր, մարդ ում հետ դու կարող ես մի կտոր հաց կիսել, որ նորից եմ կրկնում, հաց ուտելը սոսկ նյութ չի եղել, այլ հոգևոր բովանդակություն է ունեցել եւ այդտեղից էլ ճամփի ընկեր, ուրախության ընկեր, չգիտեմ, հազարը մի ընկերություն կա ու այդ առումով ես բոլորիս մաղթում եմ, որ մենք ունենանք հոգու ընկերներ։
Շնորհակալություն, շատ կարևոր Շնորհակալ ենք։ մաղթանք է իրականում։ Այո, դուք ճիշտ եք նշել։ լավ օր։ Շնորհակալություն։ Մեր ռադիո ընկեր Ավետիսյան Անահիտին շնորհակալություն եմ ուզում մաղթել երեկվա մաղթանքի համար, հույսի եւ ուրախության շաբաթ նա մաղթում։ Ինչևից է, իմ մոտ մի քիչ դեպրեսիվ շաբաթ է, բայց հուսամ կանցնի։ Կարգի բերեք, Լսեք դեպրեսիայից մեզ հեռացեք, եւ ոչ խուսափեք ժպիտով դեպրեսիայից։ իրար դիմավորեք։ Շնորհակալություն։ Լինի Ավետիսյան Անահիտի մաղթանքը։ Լավ, Շնորհակալ ենք շատ։ շնորհակալություն։ Դե իսկ մենք շարժում ենք առաջ եւ վայելում ենք Արիանա Գրանդեի կատարումներից մեկը հենց հիմա։ I didn't think you'd understand me. How could you ever even try? I don't wanna tiptoe, but I don't wanna hide. But I don't wanna feed this monstrous fire. Just wanna let this story die. And I'll be alright. We can't be friends, but I'd like to just pretend. You cling to your papers and pens. Wait until you like me again. Wait for your love, my love. I'll wait for your love. Me and my truth, we sit in silence. Baby girl, it's just me and you. 'Cause I don't wanna argue, but I don't wanna bite my tongue. Yeah, I think I'd rather die. You got me misunderstood, but at least I look this good. We can't be friends, but I'd like to just pretend. You cling to your papers and pens. Wait until you like me again. Wait for your love, my love. I'll wait for your love. I'll wait for your love, my love. I'll wait for your love. Know that you made me. I don't like how you paid me, yet I'm still here hanging. Know what you made me. It's something like a daydream, but a few so seen in the night. So for now, it's only me, and maybe that's all I need. We can't be friends, but I'd like to just pretend. You cling to your papers and pens. Wait until you like me again. Wait for your love, my love. I'll wait for your love. I'll wait for your love, my love. I'll wait for your love. The station with the best. 19:51 մենք շարժում ենք առաջ, սա հանրային ռադիոյի առաջին ալիքն է։ Այո, եւս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ։ Մաղթում հաճելի լավ տրամադրություն առավոտից եւ իհարկե լսեք մեզ, որպեսզի առավոտից տեղեկացված լինեք ու պատրաստ լինեք նոր օրվան։ Նաև հիշեցնենք, որ այսօր աշխարհը նշում է ընկերության օրը, դա միջազգային օր է, այնպես որ լավ առիթ է, որպեսզի դուք այսօր զանգահարեք կամ հանդիպեք ձեր լավագույն ընկերներին եւ ինչու ոչ նշեք ձեր բազմամյա ընկերությունը, եթե կա այդպեսին։ Այո, կա այդպեսին, քանի տարվա ընկերներ ենք Տիգրան։ 20+։ 26
կամ գուցե դե 26-27 25+։ Եվ մենք այո ճանապարհորդություններ ենք հաղթահարել միասին, այնպես որ սա հավերժ է իրարից բրծում չունենք եւ դա շատ լավ է։ Այդպես էլ կարող ենք ասել։ Նաև ընկերության մեջ են մտնում նաև գործընկերները, մարդիկ ում հետ մենք աշխատում ենք։ Ասել, բացի ճանապարհորդությունը համատեղ, կարծում եմ ուղիղ եթերում աշխատանքն էլ համատեղ եւս փորձառություն է, որը ամեն մեկին չի հաջողվում։ Ես միշտ ասում եմ, եթե զույգդ լավն է, շահել ես, եթե վատն է, տանջվելու ես։ Հատկապես ուղիղ եթերում։ Այո, այդպես էլ է լինում եւ ի վերջո չմոռանանք, որ հաճախ հետաքրքիր գաղափարները ծնվում են նաեւ ընկերության շնորհիվ, օրինակ Google-ի ստեղծողները Larry Page-ն ու Սերգեյ Բրինը սկզբում այնքան էլ լավ չէին լեզու գտնում համալսարանում, հաճախ վիճում էին, բայց հետո դարձան ընկերներ եւ միասին նույնիսկ հիմնեցին Google-ի համակարգը։ Բա։ Ընկերության նաև այսպես լավ արդյունք է այն, որ Prada նորաձևության տունը, իտալական նորաձևության տան կարկառուն ընկերները ստեղծել են բարձր տեխնոլոգիական ներքնազգեստ NASA-ի տիեզերագնացների համար։ Մենք Սա չենք ևս կարող ընկերության արդյունք է։ Եթե տիեզերք թռչես, ապա այո։ Ինչու ես կարող եմ այդ տիեզերական հագուստները հագնել եւ ինձ Եվ զգալ գալու եք տիեզեր, եթեր։ այո։ Ինչպես հակագազով էինք մտնում եթեր։ Այո, եւ ի վերջո Կորոնավիրուսի չմոռանանք, որ ուղիղ եթերում աշխատողի ծառաբեռնվածությունն ու լարվածությունը համազոր է տիեզերք թռչող։ Չէ, իրականում ընկերությամբ կարելի է սարեր շուրջ տալ, ինչպես ասում են, եւ ցանկացած փակ դուռ բացել, եթե կա ընկերության Ես ուժը։ որքան հիշում եմ Facebook-յան հարթակը եւս ընկերության միջոցով է ստեղծվել եւ ընկերներով ստեղծեցին այս հարթակը, որպեսզի ընկերանան նաեւ մյուսները եւ կարող ենք ասել, որ այդ սոցիալական հարթակները եւս հնարավորություն են լավ ընկերություն ձևավորելու հարցում հատկապես օգնության են հասնում են պարագայում, երբ ուղակի չկա, մոտ չեն, տարածություն գոյություն ունի։ Գրում ես ընկերներ օգնեք, ստատուս ես գրում եւ բոլորը միանգամից օգնում են։ Այո, սա էլ է ընկերության եւս մեկ կարևոր դրսևորում, բայց ամենակարևորը որ միմյանց բարին կամենան։ Եվ առաջարկում ենք դուրս գալ վիրտուալ հարթակից եւ ռեալ շփվել ձեր ընկերների հետ։ Այո, ռեալ շփվեք ձեր ընկերների հետ, հարգելի ռադիո լսողներ։ Ինչ ենք անում։ Մեր զանադարանից եղել է մի երգ քինո բարի ժամանակներից կոչվում է Իմ ընկեր։ Կարծում կհիշեն ռադիո լսողներ Արմինկայի այս կատարումը։ Մենք էլ ասենք։ Հին օրերիս բարեկամ Փուշի թևով այս գիշեր Կես յուր կգամ Ինչպես մեր հին օրերին Անհատանկալ ես կգամ Կարտնանան օրերը հին Բորել չկան Թող հուշի տակ շնչով Թե վարդնիմ հոգին Թող դրջինա Երասել ենք միասին, հեքիաթներ ենք հնարել լույսի մասին Նույն կարոտն է մեզ տանջել, գիշերներում անլուսին Եվ հեռուն է մեզ կանչել նույն երասին Մենք ելանք այս կյանքի չար հողմի դեմ Մենք տեսանք ուր դժոխք և ուր ետեմ Մեկ ուղի է տրված մեզ երկուսիս Կանցնենք ուղին այդ մենք Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլոր ընկերներին ընկերության միջազգային օրվա կապակցությամբ եւ ավարտին դարձել ընկերության մասին։ Այո, իմիջիայլոց հետազոտություններ են անցկացվել եւ պարզվել է, որ ամուր ընկերական հարաբերություններ ունեցող մարդիկ միջինում ավելի քիչ սթրես են ունենում եւ ավելի հեշտ են հաղթահարում դժվար իրավիճակները։ Որոշ գիտնականներ նույնիսկ ընկերությունը համեմատում են առողջ ապրելակերպի կարևոր բաղադրիչների հետ։
Համամիտ ես, չէ՞, այս մտքի հետ։ Այո, իհարկե։ Եվ մեկ տարօրինակը գուցե մի քիչ էլ զավեշտալի դեպք կամ հետաքրքիր ընկերական պայմանագրի մասին է խոսքը, դա այսպես անվանում են ամենահետաքրքիր ընկերական պայմանագիր։ Երկու ընկեր Ճապոնիայում տարիներ շարունակ ամեն տարի նույն օրը հանդիպում են նույն սրճարանում։ Նրանք պայմանավորվել են, որ եթե մեկն ուշանա, մյուսը սպասելու է այնքան, որքան տևել է նրանց ընկերությունը եւ այս պահին, եթե որևէ մեկը ուշանա, պիտի 40 րոպե միջինում սպասի, այսինքն նրանց ընկերությունն արդեն 40 տարի է գոյություն ունի եւ շարունակում է ունենալ։ Դա մեծագույն հարստություն է։ Եվ ընկերության հիմքում նաեւ գեղեցիկ ավանդույթներն են, որոնք ստեղծում են հենց ընկերներն իրենց համար, իրենց ընկերությունն ավելի գեղեցկացնելու ու ջերմացնելու համար։ Դե ինչ, եւս մեկ անգամ շնորհավոր ենք բոլոր ընկերներին եւ ավարտելով եթերը այս պահին նաեւ խցանումային նիշը ներկայացնենք 7 բալ է արդեն։ Շատացել է։ Արդեն այո, քաղաքը ծանրաբեռնված է, եղեք ուշադիր, մի մոռացեք թարթիչի մասին, լինել քաղաքավարի եւ երկես զգուշացնել ձեր վարորդ գործընկերներին ձեր գործողությունների մասին։ Եվ իհարկե Երևանում այս պահին 21 աստիճան տաքություն է, վայելեք օրը, արևային օրը բնականաբար տեղ-տեղ անձրևներ կլինեն երեկոյան գուցե, բայց կարծում դա չի խանգարի։ Մի փչացրու տրամադրությունը, որ ամառ է արդեն։ Այսօր եթերում ձեզ համար աշխատեցին եւ ձեզ ամառային տրամադրություն փոխանցեցին Տիգրան Հարությունյանը Եվ Լուսինե Մուրադյանը։ Մնացեք մեզ հետ։ Ինչ վաղը։